Բարև ձեզ, ես Ժասմինն եմ։ Բարև ձեզ, ես Սաթին եմ։ Մենք երկու ՀՀ քաղաքացիներ ենք, որոնք ուզում են խոսել այսօր եւ հետագա մի քանի օրերին Հայաստանի Հանրապետության հիմքը կազմող որոշ հասկացությունների մասին։ Այդ հասկացությունները ավանդաբար համարվում են բարդ, դժվար բացատրելի, բայց մենք կփորձենք մնալ յուրաքանչյուրս մեր մասնագիտության շրջանակներում եւ փորձել պարզ լեզվով հասկանալ ով ում բարեկամն է մեր երկրում։ Ես առաջարկում եմ, որ մենք սկսենք իրավաբանության հիմքերի հիմքից, սահմանադրությունից, եւ Սաթին մեզ կպատմի, թե ինչ է սահմանադրությունը։ Սաթ ողջույն եւ խնդրեմ պատմես մեզ ինչ է սահմանադրությունը, ինչի համար է այն ծառայում։ Սկզբի համար։ Շատ լավ։ Սահմանադրությունը արդի սահմանադրությունը, այսինքն այն սահմանադրությունները, որոնց մասին խոսում ենք մենք այսօր, պետության գլխավոր օրենքն է։ Չկա ոչ մի այլ օրենք, որը ունի ավելի բարձր ուժ, քան սահմանադրությունը։ Այսինքն սահմանադրությունը կարգավորում է ամենագլխավոր հարաբերությունները պետության ներսում։ Մի կողմից սահմանադրությունը կարգավորում է քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, մյուս կողմից կարգավորում է քաղաքացի-պետություն հարաբերությունները, այսինքն պետության իրավասությունները, պարտավորությունները, պետական կարգը, պետական կառավարման կարգը, պետական իշխանությունները, օրենսդիր, գործադիր, հարկադիր եւ այլն։ Մանրամասն նկարագրում է, թե ինչպես է գործում տվյալ պետությունը եւ ինչ պարտավորություններ ունի իր քաղաքացիների նկատմամբ։ Սահմանադրությունը, լինելով երկրի գլխավոր օրենքը, հանդիսանում է ամենագլխավոր հիմնարար պայմանագիրը, որը կնքում են երկրի քաղաքացիները իրար մեջ եւ պետության հետ։ Իրար մեջ ասելով նկատի ունենք, որ սահմանվում են այն խաղի կանոնները, որոնք պիտի գործեն միմյանց հետ փոխհարաբերվելիս, այսինքն սկզբունքները ավելի շուտ, որովհետև հետո սահմանադրությունից բխում են բազմաթիվ առանձին օրենքներ։ Մյուս կողմից սահմանում է, թե ինչպես պիտի պետությունը իրականացնի իր ֆունկցիաները եւ ինչպես պիտի քաղաքացիները վերահսկեն այդ ամեն ինչը։ Սահմանադրությունը հանդիսանում է մեր երկրի անձնագիրը, մի կողմից անձնագիրը, այո, կապույտ թուղթը, կապույտ այդ փաստաթուղթը, երբ որ խոսում ենք Հայաստանի մասին, զինանշանով, Արարատը վրեն, դեռևս Արարատը վրեն, դա նշանակում է, որ մենք պիտի իրան վերաբերվենք այնպես, ինչպես կվերաբերվենք մեր անձնագրին, հարգենք, փայփայենք, չճղենք, չթափենք, չկորցնենք, չթողենք երեխեքը վրան նկարեն։ Հա, չէ, էլի չի կարելի, որովհետև դրանից ինքը իր ուժը կորցնում է։ Այսինքն լուրջ վերաբերվենք, որովհետև երբ որ Հայաստանի Հանրապետությունը երկրից դուրս հարաբերությունները հաստատում, ինքը ներկայանում է այդ անձնագրով։ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ ՄԱԿ-ում գրանցված է այդ անձնագրով։ Դա մեր անձնագիրն է, մեր պետության ամենաճանաչելի փաստաթուղթն է, երբ որ մենք լքում ենք երկիրը։ Այսինքն ՄԱԿ-ում գրանցվելու համար գնում ես, ասում ես բարև ձեզ, ես Հայաստանի Հանրապետությունն եմ, այս իմ սահմանադրությունը, այս իմ սիմվոլները, գերբը, դրոշը եւ այլն, ես եւ ընդունեք ինձ ձեր, այո, ընդունեք ինձ տենց միջազգային հանրության, դրա համար քո սահմանադրությունը պիտի համապատասխանի որոշ ստանդարտների ըստ միջազգային իրավունքի, որպեսզի ճանաչվես միջազգային հանրության կողմից, էլի։ Սահմանադրությունը նաև երկրի հիմքն է, մեր տան հիմքն է, եթե պետությունը մեր տունն է, ինքը տակի հարկն է։ Գիտության մեջ կան տենց քննարկումներ, արդյոք սահմանադրությունը հենց պետությունն է, թե չէ, բայց ամեն դեպքում ինքը ոչ թե պետությունն է, այլ պետության հիմքը, ու ինչքան դու հարգալից վերաբերվես այդ հիմքին, ինչքան մտածված կառուցես, ինչքան ամուր լինի հիմքը, այնքան պետությունը ավելի ուժեղ է լինում, որովհետև առանց ամուր սահմանադրության, նաև երկրի ներսում, եթե մոռանանք անձնագրի ֆունկցիան, որը երկրից դուրս է ավելի կարևոր, երկրի ներսում կունենաս ուղղակի խարխլված հիմք, ճարտարապետական առումով ոչ սեյսմիկ կայուն տուն, որը կարող է մի օր նաև Աստված չանի փլվի, բայց ամեն դեպքում այդքան էլ անվտանգ չի ապրելու համար։ Ասացիր, որ քննարկում կա, որ արդյոք սահմանադրությունը հենց պետությունն է, թե չէ։
բայց ինչքան գիտենք պատմությունից, մինչև սահմանադրությունների, այսինքն սահմանադրության կոնցեպտի հայտնվելը եղել են պետություններ, հիմնականում միապետություններ, որոնք եղել են, բայց սահմանադրություն չեն ունեցել։ Հիմա ինչ է տեղի ունեցել, որ մարդկությունը ինչ որ պահի որոշել է, որ պետությունը պիտի ունենա սահմանադրություն, պիտի ունենա ինչ որ գերագույն օրենք, ոչ թե ասենք թագավորի խոսքը, որտեղ հիմքը որտեղ է։ Հիմքի հիմքը երևի հին Հռոմն ու հին Հունաստանն են, երևի։ Այդքան։ Դե ամենայն դեպս այդ մարդու իրավունքները, պետական կարգը, փոխհարաբերությունները պետության եւ քաղաքացու հին Հռոմում եւ նաեւ Հունաստանում ամենայն դեպս փիլիսոփայության մակարդակում քննարկվել է, բայց դու ճիշտ ես, մինչև այս ազգային պետությունների հիմնադրումը կամ ծնունդը, որը տեղի է ունեցել Եվրոպայում, մենք ունեցել ենք միապետություններ, որոնց դեպքում պետության սուվերենը եղել է թագավորը կամ կայսրը, միապետը, հա, եւ ժամանակի ընթացքում, հատկապես Եվրոպայում մտածողները եկել են այն մտքին, Ջոն Լոքը Անգլիայում, Շարլ Մոնտեսկյուն Ֆրանսիայում, Ֆրիդրիխ ֆոն Սավինին Գերմանիայում եւ այլն, ցենց կան ամեն երկրում իրանց հիմնադիր հայրերը, որոնք մտածել են սահմանադրական կարգի մասին, այդ մի խոսքով տենց շրջան ա եղել Եվրոպայում, հատկապես երբ որ Լուսավորության ժամանակ։ Այո, հայերեն բառն էի մականից, որոշեցի անգլիցիզմով չխոսամ, բայց չէի գտնում հայերեն բառը, շնորհակալություն։ Չէ, enlightenment-ի լուսավորության ժամանակաշրջանում դե շատ հարուստ գրականություն կա ու շատ ակտիվ այդ միտքը զարգացել է, որ մեզ պետք են, հատկապես պետք է այդ իշխանության տրոհումը գործադրի, օրենսդրի, գործադրի եւ հարկադրի եւ իրանց այդ կառավարման վերահսկողության լծակների մշակումը, որովհետեւ հումանիզմի զարգացմանը զուգահեռ Եվրոպայում այդ մարդու իրավունքը, այսինքն անհատի անքակտելի իրավունքները, այդ լուսավորության դարաշրջանում դարձել են այդ գաղափարախոսության կենտրոնական առանցքը, էլի, ու դրանով իսկ փոխվել է այդ մտածելակերպը միապետը միշտ ճիշտ էից դեպի մարդը պիտի ունենա անքակտելի, անքննելի արժեքներ ու դրանով հիմք է դրվել այն սահմանադրությունների զարգացմանը, որոնք մենք ունենք այսօր։ Համենայն դեպս արևմտյան աշխարհում ու մեր սահմանադրությունն էլ ամբողջությամբ այդ նույն փիլիսոփայության ու տրամաբանության մեջ է։ Ճիշտ է, որ բոլոր սահմանադրությունների հիմքում մարդու եւ քաղաքացու իրավունքների դեկլարացիան է, որը ֆրանսիական հեղափոխության ժամանակ հռչակել է։ Դե ցանկալի է, համենայն դեպս այդ դեկլարացիայի գաղափարները ՄԱԿ-ը ինքը ընդունել է իր փաստաթղթերում, այնպես որ ես քեզ ասացի, որ երբ որ դու քո փաստաթղթերը ներկայացնում ես, հա, անձնագիրը, սոցքարտը եւ այլն ՄԱԿ ու ասում ես կլինի ես էլ ճանաչվեմ որպես պետություն, դու իհարկե քո սահմանադրություն կարող ես գրել այնպես, ինչպես քո ժողովուրդն է դա ուզում, կամ այնպես ինչպես գրում են քո էլիտաները, բայց հա, այդ մարդու իրավունքների կոնվենցիան շատ կզարմանամ, որ խախտես քո սահմանադրությամբ ու այդ սահմանադրությունը ընդունվի ու ճանաչվի որպես պետություն, համենայն դեպս ճանաչվի իրավաբանորեն, հա, կարող ես անել, բայց այդ դեպքում պիտի տենց ամրոց կառուցես ու այսինքն պայմանական, չգիտեմ, Թալիբանի Աֆղանստանը շանս չունի ճանաչվելու ՄԱԿ-ի կողմից։ Դե գիտես, հիմա նենց քաղաքական գործընթացներ են գնում, անկեղծ ասած, հիմա այսօր կամ երեկ, հա, ՄԱԿ-ում այդ Իսրայել-Գազա թեմաների քննարկումներից հետո էլ նաև տենց քաղաքական մակարդակում կդժվարանամ ասեմ, շանս չունի, անկեղծ հիմա մի քիչ տենց անցումային շրջան է, շատ դժվար է գնահատական տալ իրավական, բայց ըստ էության պիտի չունենա, այո։ Ուղղակի ըստ էության ցեղասպանությունները էլ պիտի 21-րդ դարում տեղի չունենան, օրինակ, էլի դրա համար մի քիչ այդ տեսական եւ ինչա հնարավոր, ինչի հնարավոր գործնականում մակարդակները այսօր չեն բռնում իրար համենայն դեպս։ Հուսանք ավելի լավ ժամանակներ կգան նորից, բայց հիմա այդ համակարգը ընդհանուր միջազգային իրավունքը հարվածի տակ է կարելի ասել, առաջ միայն այս կողմից էին հարվածում, հիմա
հիմնադիր անդամներից մեկն է, չգիտես ինչի ինքն այդ կառույցի հետևից տեսնենք, հուսանք։ Լավ, ոնց հասկանում եմ, պատմության մեծ մասը, այսինքն դու վերցնենք արևմուտքի պատմությունը որպես այդպեսին քրիստոնեության ընդունումից, հա, այդ Հռոմի այդ բանից, այսինքն այն պատմությունը, որը փաստացի ձևավորել է մեր քաղաքակրթությունը։ Այդ ընթացքում մեծ մասում մենք ունեցել ենք միապետ, միապետի խոսք, վոլը ցարյա, ինչ որ վիճակ։ Հետո եկել ենք, որ կա ինչ որ օրենքների կարգ, որ կարա միապետը փոխվի, կարա վարչապետը փոխվի, նախագահը փոխվի եւ այլն, բայց այդ օրենքների շարքը մնում է անփոփոխ։ Ինչից ենք մենք հասկանում կամ զգում մեր մաշկի վրա, որ այս տարբերակը քաղաքակրթության, այս տարբերակը պետության ավելի լավն է, ավելի ձեռնտու է քաղաքացիներին, առհասարակ ավելի առողջ ու հաջողակ, քան նախորդը։ Տեսականորեն կարող է ոչ բոլոր արտի պետություններն են ավելի հաջողակ, քան կայսրությունները առաջ, բայց եթե մնանք էլի տեսության մակարդակում, թե ինչի է այսօրվա պետական կարգը ավելի լավը, հաճելի, առողջ, հաջողակ, ապա պատասխանը բավականին պարզ է ու էլի ընկած է հումանիզմի այդ լուսավորության դարաշրջանի գաղափարների հետ այսօրվա սահմանադրության հիմքում անհատն է մարդու իրավունքը, մարդու անքակտելի իրավունքները, որոնք այն царь всегда прав ժամանակներում պարտադիր չի որ գործեր, հա, կարան եւ մարդուն գլխատեն կնոջը կարող են այրել, տարբեր պրակտիկաներ կար, որոնք հաշվի չէին առնում մարդու իրավունքը։ Այսինքն, եթե մեզ համար դա սկզբունքային հարց է եւ արժեք է մարդու իրավունքը, ապա տեսականորեն այսօրվա պետությունը ավելին է մեզ տալիս քաղաքացիներից, քան մինչ այդ եղած միապետությունները եւ անհատների ձևավորած իրավական դաշտը, հա։ Սպասի մի անգամից մի հատ հակափաստարկի ասեմ, որովհետեւ ինձ շատ անգամ են դա ասել։ Շատ մարդիկ իսկապես եւ անկեղծորեն կարծում են, որ ավելի լավ է մարդու իրավունքները քիչ լինեն, բայց լինի շատ ապահովությունը։ Ու դա մանավանդ հիմա ինչքան ավելի աճ է գնում օրակարգը, այնքան ավելի պոպուլյար այսպես դիսկուրս է դառնում, հա, որ իրավունքներ տանք, փոխարենը ստանանք հանգստություն, ապահովություն եւ այլն։ Բայց ինչքան ես հիշում եմ իմ իմացած մի քիչ պատմությունից, կայսրությունների ու թագավորությունների ժամանակ այնպես չէր, որ ապահովությունը ինչ որ շատ բարձր մակարդակի վրա էր։ Որտեղից է գալիս էս ինձ թվում է պոպուլյար խոսակցությունները այդ ամեն ինչը, որովհետև անվտանգությունը թե ներքին, այսինքն երկրի ներսում, թե արտաքին այն իմաստով, որ քեզ այդ միապետը չէր տանելու պատերազմների, ես չեմ կարծում, որ այսօր նվազել են։ Ես չեմ կարծում, որ միջնադարում մարդը փողոցով քայլելիս իրան ավելի ապահով է զգացել ու մտածելա դե ոստիկանները կամ ինչ-որ գվարդիաները, հա, ինձ կպաշտպանեն, ես եթե ինչ-որ բան լինի, ինձ թվում է գվարդիաներից ավելի շատ է վախեցել, քան այսօր։ Այդ առումով գուցե ռոմանտիզմը նաև ինչ-որ այդ միջնադարյան ռոմանտիկ ունենք, չէ՞, մենք այդ պատկերացումը, որ այդ դարերը շատ սիրուն են եղել, բոլորը սենց սիրուն շորերով են եղել եւ այլն, գուցե մի քիչ ռոմանտիզմը, գուցե մի քիչ էլ էմոցիաներ են, որոնք այդ ռոմանտիզմի վրա են կառուցվում, բայց նորից եմ ասում, իհարկե այսօրվա պետությունները միշտ չեն իդեալական, բայց տեսականորեն իրանք մտածված են այնպես, որ իրենք նաև պիտի ապահովություն մեզ տրամադրեն, դա այն հիմնարար ծառայություններից մեկն է, որը պետությունը պիտի քաղաքացիներին տրամադրի, ինչպես արտաքին սահմանները պաշտպանել, հա, այնպես էլ երկրի ներսում անվտանգությունը ապահովել։ Այ մի քանի օր առաջ մեր երկրում դեպք տեղի ունեցավ ու բոլորս զգացինք այդ խոսակցությունները, որ երբ որ մարդը իրան անվտանգ չի զգում երկրում, խոսում է դրա մասին։ Շատ կարևոր է մեզ համար դա, որ պետությունը ապահովի մեր անվտանգությունը, որ մենք փողոց դուրս գալուց վստահ լինենք, որ պետությունը այդ հարցում հոգատանում մեր մասին։ Դե հիմա կան պետություններ, որ դեռ շատ լավ չեն անում այդ ֆունկցիան, բայց դա չի նշանակում, որ անցյալում ավելի լավ է եղել այդ ամեն ինչ, էլի։ Ու սահմանադրությունը ինքը հենց կոմպրոմիս է ազատության ու
ապահովության, արդարության միջև։ Մենք սենց թենենց մեր ազատության մի մասը կամավոր, հանձնում ենք պետությանը, փոխարենը պետությունից ակնկալելով ինչ որ ծառայություններ, օրինակ անվտանգությունը, թե արտաքին գործոններից, թե երկրի ներսում։ Ուղղակի մարդիկ մտածել եկել են ինչ որ օպտիմալ կոմպրոմիսի այդ երկուսի միջև, հաշվի առնելով հենց մեր պատմական փորձը, որ սա հենց այն կոմպրոմիսն է, որը մեզ տալիս է անվտանգություն, բայց եւ հնարավորինս գոնե մեր անհատի մակարդակում մեր իրավունքները հաշվի առնում։ Այդ օրենսդրությունները գրվում են ժողովուրդների արյունով վիճակն է, այնքան մեր գլխին վատ բաներ ա եկել։ Դե հա, բայց դու որ կարդաս այդ ֆրանսիական, գերմանական, անգլիական դպրոցը, ինքը այտենց օթից չի էլի այդ ամեն ինչ, պատմական փորձից ելնելով են մարդիկ մշակել մեթոդներ, որոնք պիտի որ աշխարհը ավելի լուսավորություն, հումանիզմ, սկզբունքները ինձ թվում է հայտնի են, մարդը որպես մարդակենտրոն համակարգեր ստեղծել է, եղել է այդ մտավորականության գաղափարը, պիտի որ մարդակենտրոն համակարգը ավելի մարդասեր լինի, ու մեզ որպես մարդ ավելի ձեռնտու։ Լավ, հիմա լինում են դեպքեր, երբ որ բավականին նորմալ թվում էր թե ընթացքով գնացող երկրներում ինչ որ պահի տեղի ունենում սահմանադրական կարգի տապալում։ Երբեմն դա լինում է այսպես ասած արագ ու օֆիցիալ ինչ որ ռազմական հեղաշրջման տեսքով եւ այլն, այսպես մեծ շոուի տեսքով, երբեմն դա լինում է դանդաղ ինչ որ, չգիտեմ, ավտոկրատիայի կամ դիկտատուրայի մուտքի միջոցով, ոչ գրանցված, այսպես ասած, ամեն դեպքում լինում է սահմանադրական կարգի տապալում։ Այդ դեպքում ինչ հետևանքներ ա ունենում այդպիսի տապալումը ու կարող է ինչ հետևանքներ ա ունենում մի տարվա կտրվածքով ասենք ու 30 տարվա կտրվածքով, կարճաժամկետ ու երկարաժամկետ։ Մի տարվա կտրվածքով մենք ինքներս մեր պատմությունից, նույնիսկ այն պատմությունից, որը ես ու դու ենք տեսել Հայաստանի Հանրապետության գոյության ժամանակաշրջանում, պիտի որ նման փուլեր տեսած լինենք, տենց կարճաժամկետ, հա։ Առաջինը, որ տեղի է ունենում, շատ կարճաժամկետ, դա իշխանության 3 ուժերի միջև սահմանադրորեն նախատեսված փոխհարաբերությունների խախտումն է։ Այսինքն, օրինակ ռազմական հեղաշրջման ժամանակ բանակը իր վրա, բանակը չէ, էլի ինչ որ զինվորականներ ասեմ, լավ, իրանց վրա վերցում են ֆունկցիաներ, որոնք իրանց վրա սահմանադրորեն դրված չեն։ Կամ կառավարությունը իր վրա վերցնում է օրենսդրի ֆունկցիաներ կամ դատական համակարգի ֆունկցիաներ, որոնք սահմանադրորեն կառավարության գործը չեն։ Ու դա պարտադիր չի տեղի ունենա ռազմական հեղաշրջման միջոցով, դա կարող է տեղի ունենա ուղղակի իշխանությունը կլանելու միջոցով։ Հիմնականում դա կառավարությունն է լինում, այսինքն գործադիրն է կլանում այլ իշխանությունների ֆունկցիաները, էլի։ Ու դա առաջին նշանն է, որ երկրում սահմանադրական կարգը խախտվում է, ինչա տեղի ունենում հաջորդիվ, նայած ինչն է կլանվում, ինչ արագությամբ, ինչ նպատակով, կարա դա բերի խոսքի ազատության սահմանափակումների, կարա դա բերի օրինակ լրատվության մամուլի խիստ սահմանափակումների, որը էլի բերելու է խոսքի ազատության սահմանափակումների, եթե դատական համակարգի նկատմամբ ինչ որ անօրինական ուժ կամ անօրինական սողոսկում տեղի ունենում, ապա դա կարա բերի ապօրինի որոշումների քաղաքական ձերբակալություն, քաղաքական հիմունքներով էլի քաղաքացիների թվի ավելացման, դա կարա բերի ուղղակի ըստ ճաշակի դատավարությունների, որովհետև ուղղակի համակարգը չի աշխատում։ Այսինքն նայած ով ում է կլանում, բայց փաստացի տեղի ունենում են, որ այդ 3 իշխանություններից մեկը փորձում է կլանել մնացած իշխանությունները ու իր վրա վերցնել այդ ֆունկցիաները, թե հիմա ինչքան դանդաղ, ինչքան արագ ավտորիտարիզմի մասին, դիկտատուրայի մասին դու խոսացիր, դա կարա եւ sense սողոսկող, դանդաղ գործընթաց լինի, էլի, ու դրա հետևանքով երկարաժամկետ դա կարա բերի ընդհանուր այդ արժեհամակարգի փոփոխության, մարդկանց պատկերացումների փոփոխության, ազատության մասին, արդարության մասին, օրենքի մասին, այսինքն կարաս եւ հարմարվես դիկտատուրային ու դա դառնա նոր իրականությունը քո երկրի, այսինքն երկարաժամկետ կտրվածքով դա բերում է ընդհանուր առմամբ համակարգի
փոփոխության, իհարկե ոչ դեպի լավը, այնպես որ նույնիսկ առաջին նշաններին պետքա շատ լուրջ վերաբերվել։ Ինձ գիտես ինչն է միշտ հետաքրքրել երկարաժամկետ հեռանկարում։ Ենթադրենք կառավարությունը կլանում է դատական իշխանության ֆունկցիաները ու ինքն է որոշում ով ազատ լինի ով բանտում, կլանում է ազգային ժողովի ֆունկցիաները ու որոշում է ինչ օրենք ընդունվի եւ ինչ չընդունվի, ինչ որ իշխանության ուզուրպացիա է տեղի ունենում կենտրոնացում։ Հետո մնում է այդ վիճակը, ասենք թե 20 տարի։ Լրիվ ռեալ է, որովհետեւ մարդկանց կյանքի, այսպես ակտիվ կյանքի տևողության մեջ տեղավորվում է։ Բայց 20 տարում նոր սերունդ է մեծանում, որ այդ պայմաններում դպրոց է գնում, չէ, ընկնում է այդ պրոպագանդայի տակ, ու այդ սերունդը մեծացավ, ինչ որ դառնում են երիտասարդ մարդիկ, ու ասենք հասարակարգը փոխվեց նորից։ Ինչա տեղի ունենում այդ մարդկանց հետ։ Դե ինձ թվում է մոտավորապես այդքան ծանր չի եղել, բայց մոտավորապես տենց մի բան մեր ծնողների սերունդն ապրել, երբ որ Սովետ միությունը փլվել է։ Ինձ թվում է մոտավորապես նույն վիճակում են իրանք հայտնվել, երբ որ այն բացարձակ իրականությունը, որի մեջ դու ապրել ես, մեկ էլ ուղղակի փլվում է, բառի համարյա բուն իմաստով, էլի։ Ինչ է տեղի ունենում, այն ովքեր ադապտացվել կարողանում են, գտնում են իրենց նոր իրականությունում, նկատի ունես մարդիկ, չէ, ոչ թե ինչ-որ, դե բայց շատերը չեն կարողանում, էլի, կամ նույնը Գերմանիայում իրանց մոդել է մեկ էլ պահեկել, որ իրականությունը, որը բացարձակ էր թվում, մեկ էլ փլվել է, մեծ մասը չի ադապտացվում ուղղակի, տենց էլ մնում է տրավմատիկ սերունդ, իրանք հիմնականում լուռ են այդ ամեն ինչ տանում, Հայաստանում էլ որ ուշադիր լինես, տենց շատ չի խոսում այդ սերունդը դրա մասին, մենք ավելի շատ ենք խոսում իրանց այդ հոգեվիճակի մասին, տեսնես ոնց են իրանք դա անցալել եւ այլն, քան իրանք, բայց դե մեծ մասը տենց էլ նոստալգիայի մեջ է մնում, էլի։ Համենայն դեպս, եթե հետևենք Սովետ միության փլուզմանը կամ Գերմանիայում իրանց նախանցած դարի մեջտեղների համակարգի փլուզմանը, մարդիկ չեն փոխվում դրանից հետո։ Հարմարվում են, սուսուփուս ապրում են, էլի, բայց նոստալգիայով են ապրում։ Բայց ամեն դեպքում փոփոխությունը հնարավոր է, այսինքն գալիս է։ Հա, եթե դե մենք համակարգի էակներ ենք, էլի, մարդիկ, այսինքն եթե մի համակարգը փլվում է ու տեղը ոչ մի նոր բան չի գալիս, դեպրեսիա կարա սկսվի եւ այլն, բայց երբ որ ընդամենը մի համակարգ փոխարինվում է մյուսով, մենք սովորում ենք ապրել նոր համակարգում, այո։ Մենք քրիստոնյա երկիր ենք, լավ, պաշտոնապես գուցե չէ, բայց մենք քրիստոնյա երկիր ենք։ Ու հարց է հնչում հաճախ, ինչի ես պետքա առաջնորդվեմ, ոչ թե ասենք Աստվածաշնչով, այլ ինչ որ մարդկանց գրած սահմանադրությամբ։ Ենթադրում եմ նույն հարցը շատ ավելի ակտիվ կարա հնչի որևէ մուսուլմանական երկրում, ինչի մենք պետք է առաջնորդվենք սահմանադրությամբ, ոչ թե Ղուրանով, մարգարեի խոսքով եւ այլն։ Հիմա քեզ որպես իրավաբանի տխուր հարց է իմ համար այդ հարցը։ Ահա, այսինքն ընդունում ենք, որ մենք ունենք տարբեր կրոնական նախընտրություններ ունեցող մարդիկ, բայց մենք ուզում ենք, որ բոլորը ընկալեն սահմանադրությունը որպես առաջնային օրենք։ Ինչն է իրան տալիս առավելություն Աստվածաշնչի նկատմամբ։ Ես իմ տեսություն ունեմ, բայց ուզում եմ մասնագիտական ունեմ, ես կդժվարանամ մուսուլմանական երկրների մասին խոսել, որովհետև ինչքան էլ մենք հեռու լինենք Եվրոպայից, այդ քրիստոնեության միջոցով ու ոչ միայն մշակութային կապերը շատ են, էլի, այսինքն ինձ համար ավելի հեշտ է մեզ համեմատել քրիստոնեական աշխարհի հետ, մուսուլմանական աշխարհի մասին իրավունքի տեսանկյունից էլ իրանք հռոմեական իրավունքի ժառանգորդներն էլ չեն եւ այլն, էլի լիքը թեմաներ կան, որ զգուշ կլինեի իրանց մասին ինչ-որ կարծիք ասելուց, ինչ վերաբերում է հենց օրինակ Հայաստանին, որպես քրիստոնյա երկիր կամ քրիստոնեությունը մշակույթի անբաժան մաս համարող երկիր, ես ես աթեիստ եմ ինձ համարում, բայց միևնույնն է, այդ քրիստոնեությունը համարում եմ ինչ որ կերպ մշակույթի միջոցով իմ անբաժանելի մասը, իմ ինքնության անբաժանելի մասը։ Այդ առումով, հա, մշակութային առումով մեր մեջ շատ ամուր է դա նստած, բայց միևնույնն է, ես օրինակ չեմ առաջնորդվում աստվածաշնչյան
օրենսգրքով, եթե այդպեսին կարելի է այնտեղից քաղել եւ մշակել։ 10 պատվիրանները, հա, կարելի է որպես սահմանադրություն ընդունել, հա, կրոնական։ Իրական իրանք բոլորը այսինքն ցանկացած սահմանադրության մեջ այդ 10 պատվիրանները կան։ Հա, կան, բայց տես ես չեմ կարդում Աստվածաշունչ, ու ես չգիտեմ այդ 10 պատվիրանների գործառությունը, ես case law այսպես ասած, հա, արի հայերեն չգիտեմ, դատական փորձառությունը, չգիտեմ, դա կիմանա, եթե ես ամենօրյա ռեժիմ, կամ հաճախակի կարդայի Աստվածաշունչ։ Ես պարտավորել չեմ կարդալ Աստվածաշունչ, ես չունեմ նման պարտավորություն, ինչքան էլ ասում եմ, ես դա համարեմ իմ ինքնության շատ կարևոր մասը, բայց մենք պիտի ապահովենք այսօր 21-րդ դարում, չնայած արդեն 18-րդ դարում գաղափարը է եղել, հավասարություն բոլոր մարդկանց համար անկախ իրանց կրոնական պատկանելությունից։ Այսինքն այն մարդը, ով չի կարդում Աստվածաշունչ, գուցե մուսուլման է, գուցե աթեիստ է, գուցե կարդալ չգիտի, հա, կարող է քրիստոնյա, բայց համենայն դեպս ինչ պատճառներով չի ապրում այդ սահմանադրությամբ 10 պատվիրաններով, ինքը պիտի ունենա հավասար իրավունքներ ու հնարավորություններ սահմանադրության ներքո, ինչ ունի այն քրիստոնյան, որը ամենօրյա ռեժիմով հետևում է 10 պատվիրաններին, ու սահմանադրությունը նաև չի արգելում իրան դա անել, այսինքն ինքը իր հոգու հանգստության համար կարող է նաև հետևի այդ մի սահմանադրությանը, բայց այս պետության իմաստը այն է, որ անկախ կրոնական պատկանելությունից բոլորս ունենանք ինչ-որ օրենքներ, որոնք բոլորիս համար հավասարապես են գործում։ Հիմա այսօրվա հասարակություններում բոլորը չեն քրիստոնյա, հասկանում ես, եթե մենք վերցնենք զուտ աստվածաշնչյան իրավունքը, դա կլինի իմ հանդեպ օրինակ բռնություն, որովհետև ինձ կստիպեն, ես նախ կարդամ այդ գիրքը, իսկ ես գուցե մի օր կարդամ, բայց առայժմ ցանկություն չի առաջացել։ Ես լավ թարգմանություն ունեմ, եթե ինչ սահմանադրական իրավունքներ չհեքեմ, կկարդամ։ Ամեն դեպքում իմաստը այն է, որ բոլորս ունենանք նույն հնարավորությունները, իրավունքներն ու պարտականությունները անկախ մեր կրոնական պատկանելությունից, ոնց որ մենք ունենք նույն իրավունքները անկախ մեր սոցիալական տեսականորեն, հա, երբ որ այդ սահմանադրությունը իրոք աշխատում է, անկախ մեր սոցիալական դիրքից մենք պիտի ունենանք նույն իրավունքներն ու պարտականությունները, խտրականություն չլինի որպեսզի։ Չգիտեմ, հետաքրքիր է քեզ լսել քո տեսությունը ինչու՞մ է կայանում։ Իմ տեսությունը, ես էլ ամբողջ Աստվածաշունչի չեմ կարդացել, նոր կտակարանը ավելի շատ, ու մեր արևմտյան գտիկ քրիստոնեական աշխարհը բավականին հիմնված է հենց նոր կտակարանի վրա։ Ինչի համար մենք պարբերաբար, մենք չէ, բայց արևմտյան աշխարհը պարբերաբար խնդիրներ ունենում հրեաների հետ, չէ, որ դրանց ավելի 5 տականներ է հիմնված։ Հիմա ինչքան որ ես կարդացել եմ սահմանադրությունները մարդու եւ քաղաքացու իրավունքների դեկլարացիան, կրոջ եւ քաղաքացու իրավունքների դեկլարացիան, որ 2 տարի հետո գրվել է եւ այլն, դրանք բոլորը այս կամ այն կերպ տեղավորվում են նոր կտակարանի բարոյականության տրամաբանության մեջ։ Այսինքն ոչ մի սահմանադրություն արևմտյան ես չգիտեմ, որը ինչ որ դեպ հակասի նոր կտակարանի։ Ստացվում է, որ եթե դու քրիստոնյա ես, դու բարոյական ոչ մի խնդիր, ոնց որ հակասություն չունես սահմանադրությունը հարգելու, հետևելու, պատվելու եւ այլն, դու կարես հանգիստ այդ երկու գիրքը իրար կողք դնես եւ ապրես։ Այդ մեկ, եւ երկրորդը ոնց որ ստացվում է քրիստոնյա մեկի համար, Աստվածաշունչը, նորից ելնենք նոր կտակարանից, ինքը ընդհանուր բանն է, դեպքն է, հա, որովհետեւ ինքը ոնց որ շատ ոլորտներ է կարգավորում, ինքը շատ բաներից է, չէ՞ խոսում, բարոյական բաներից է խոսում, չգիտեմ, սիրո մասին է խոսում, Աստծո հետ քո կապի մասին, լիքը թեմաներ է բացում։ Սահմանադրությունը ոնց որ է դրա մասնավոր դեպքն է։ Ինքը իր կոնկրետ իր քառակուսին է կարգավորում, հա։ Նորից ոչ մի հակասություն ես որ չեմ տեսել, իհարկե ես աստվածաբան չեմ, սահմանադրագետ չեմ, գուցե հա մասնագետները ինչ որ բան, բայց այսպես որպես ուշադիր ընթերցող մարդ, որը կարող երկու գիրք դնի իրար կողք եւ համեմատի, ինչ որ բան չեմ տեսնում, այդ խնդիրը չեմ տեսնում, ես էլ Ղուրանի համար չեմ կարող ասեմ։ Այնտեղ մի քիչ ուրիշ է, որտեղ այնտեղ ավելի
աջ ու ձախ չկա, ոնց որ մեր մոտ ճանապարհը, որի կողքերը բաց է, դու կարաս աչնես, ձախն ես, այդտեղ ճանապարհը, որի կողքերը պատեր է։ Դու աջ ու ձախ իրավունք չունես նայես։ Այդ էլ չգիտեմ, մենք չգիտեմ, իրանք ասում են, որ շատ ավելի բաց ուսմունք է, չգիտեմ, չեմ ուզում ավելի բաց են առնում, որ ինքը շատ օրենքներ է ներառում, այսինքն ինչքանով որ ես եմ տեղակ Ղուրանից ու Շարեից, ինքը ավելի շատ օրենքներ է ներառում, այսինքն ինքը ի սկզբանե եւ որպես կրոնական գիրքագրվել է եւ որպես օրենսգիրք, նոր կտակարներ տես չի, ինքը ոչ մի անգամ հավակնություն չի ունեցել օրենսգիրք լինելու, իրան օրենսգիրք փորձել է դարձնել եկեղեցի ինստիտուտը, բայց այդ ոնց որ թեմայի հետ այնքան է կապ ունի, դա ինստիտուտ է, ինքը կարող ուրիշ բան դներ անունը, եթե հարմար լիներ այդ պահին, դա ուրիշ, այսինքն դա իշխանության պատմությունա ոչ թե կրոնի եւ հավատի էլի այդ միանշանակ տենց է որ նույնիսկ եթե գոշին նայենք Եվրոպա չգնանք բայց Եվրոպայում էլ անուն է եղել ասում եմ այդ կրոնական իրավունքը անբաժան մասն է իր դատաստանագրքի որովհետեւ իրանք ուրիշ ձև չեն էլ պատկերացրել նախ այդ մարդիկ ովքեր մտածել են սահմանադրության մասին եթե նույնիսկ նորից հետ գնանք Եվրոպա նախ իրանք կրողն են եղել այդ քրիստոնեական արժեքների հա չէին կարող տենց մեկ էլ գրեն սպանելը օքեյ է ասենք այ տենց էլի փոխել երկրորդն էլ միշտ էլ նպատակ ա եղել եկեղեցուն չնեղացնել ինչքան հնարավոր է նու Ֆրանսիայում գուցե չէ մի քիչ ավելի ռադիկալ են ֆրանսիացիները բայց այդ փորձը կրոնական կյանքով ապրող մարդու համար այդ անցումը ավելի ազգային պետության տենց որպես ստրես չկազմակերպել այլ ասել քեզ համար իրականում այդքան շատ բան չի փոխվում իրականում ընկած ա եղել այդ մտքերի հիմքում համենայն դեպս Գերմանիայի մասին կարամ խոսեմ։ Ինչա հեգնանք այդ պատմություն, որ երբ որ քրիստոնեությունն է ներս մտել նոր։ Հա ինքը նույն բանն է արել։ Ասել է դե չեք զգա, նույնիսկ չեք։ Ահա, Վարդավառի անունը կդնենք սենց, չէ, դուք նույն ձեր տոները կունենաք։ Դրա համար պիտի որ շատ բան քրիստոնյան ինքը պիտի շատ փոփոխություն չզգա 10 պատվիրանների համեմատ համենայն դեպս իսկ ոչ քրիստոնյան էլ պիտի հնարավորություն ունենա նույն իրավական հիմքի վրա դատվի օրինակ, հա, երբ որ գնում է դատարան, դրանով իսկ ապահովում է հավասարությունը ու մեկը ձեռք է բերում լրացուցիչ օրենսգիրք, մյուսի համար գրեթե ոչինչ չի փոխվում։ Ուղղակի գրքի անունն է փոխվում։ Այդպեսի բան կա, չէ՞, մենք ունենք զարգացում օրինակ գիտության մեջ, համարվում է, որ ավելի հին գիտություն, ավելի թույլ է, ավելի նոր գիտություն, ավելի ուժեղ է, այսինքն մենք ունենք առաջընթաց։ Բայց մենք չունենք զարգացում օրինակ արվեստի մեջ։ Իսկ դու չես կարծես հին հունական արվեստը ավելի թույլ է, քան օրինակ վերածննդի արվեստի մեջ ուրիշ լոգիկա է գործում։ Հիմա իմ պատկերացմամբ իրավունքի մեջ էլ մենք ունենք զարգացում։ Այսինքն ստրկատիրական, չգիտեմ, կարգից անցել ենք, չէ՞, կամ ֆեոդալական կարգից անցել ենք հանրապետության եւ այլն եւ այլն։ Ու հաշվի առնելով, որ երբ է գրվել նոր կտակարանը, նորից անկախ նրանից դու հավատում ես դա Աստված ֆաքսով ուղարկել է թե ինչ որ մարդիկ են նստել գրել, կապ չունի, այսինքն ինչ որ գրվել է առաջին դարում օրինակ։ Ու երբ են սկսել առաջանալ սահմանադրությունները, մենք ինչ որ զարգացում ունենք, այսինքն ստացվում է, որ սահմանադրությունը ոչ թե անդիմախոսն է այդ մշակույթի, այլ զարգացումը շարունակությունը, այսպես ավելի բարդ օրգանիզմ մարդուն դնելով կենտրոնում, այսինքն փորձա այդ ամեն ինչը պահել, բայց մարդուն իր իրավունքներով դնել համակարգի կենտրոնում։ Այդպես որ նայես Ղուրանն էլի նոր կտակարանի համեմատ մի քանի տար անցել է, դրա համար օրինակ օրենքներ կամ փորձել նաև այլ ֆունկցիաներ տալ այդ գրքին։ Նույնիսկ նոր կտակարանի ու հին կտակարանի մեջ, էլի նոր կտակարանը ավելի մարդակենտրոնա, քան հին կտակարանը։ Այդ մարդակենտրոնությունը գնալով ավելի գերիշխող է դառել։ Չնայած նորից արվեստի մեջ կարող է այնպես լինի, որ հին հունական մշակույթ լինի ավելի մարդակենտրոն։ Հա, ֆիզիկա կենտրոն է, ֆիզիոլոգիա կենտրոն։ Դե բայց դա լավ չէ մարդու մասին, այսինքն երբ որ դու մարդու մարմին ես պատկերում, էլի իրական արվեստը նո գեղանկարչության մասին, հա, բանանենք, ինքը մարդակենտրոն չի եղել, այդպես մի փոքր շրջան այդ միջնադարյան բանը, երբ որ ինքը եկեղեցական էր, այդքան, բայց ոնց որ դրանից առաջ ու դրանից հետո, դրա մասում մենք բայց էլի չենք կարող ասենք իր զարգացում ինչ որ այսենց է, ոչ թե սենց նույնիսկ այլ լավն է մշակույթը, արվեստը լավն է։
Քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, արի այսօրվա համար այս կետով փակենք եւ մի շաբաթ կվերադառնանք, կարծում եմ կվերադառնանք, կխոսենք ավելի ֆիզիկապես մեզ մոտ Հայաստանի սահմանադրությունից։ Շատ բարի փակ։ Շնորհակալություն տեսական մասի համար։ Քեզ շնորհակալություն, Ջասմին։ Հաջողություն։ Ստեսություն։